Ես, որ խոնարհված երկրին կառչեցի, կամովին ինքս ինձ գամեցի կյանքին այս կորստական, ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ փրվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ։ Ավելի քան 1001 է բաժանում մեզ այն ժամանակից, երբ Գրիգոր Նարեկացի անունով այրը ճգնակյաց վանականի աղոտ մագաղաթների վրա կորացած հյուսում էր փառաբանական տաղեր ու ողբացեց աղոթքների մատյանը։ 1000-ամյակը սերունդների համար սուրացող ակնթարթ չէ։ Այն կարող է նոր կերպարանք տալ աշխարհին, ջնջել ու նորից վերածնել քաղաքակրթություններ, վերջապես կերպարանափոխել մարդկությունը, հասարակությունն ու նրա ողջ կենսակերպը։ Ավելի քան 1000-ամյակ է անցել Գրիգոր Նարեկացու ապրած ժամանակաշրջանից։ Փոխվել է աշխարհը, իրականությունը։ Չի փոխվել միայն մարդու ներաշխարհը, որ դատապարտված է հոգու երկության, չարի ու բարու, մեղքի ու ապաշխարանքի։ Հենց այս տառապալի մտքերն են ծնունդ տվել աղոթաշունչ տողերին։ Ու քանի կա ու կլինի երկրի վրա մարդ հարարածը, արդիական է լինելու Գրիգոր Ճգնավորի կերտած պոեզիան։ Չորս գիրք ունի հայ ժողովուրդում, որ ինչպես 4 բարձր սյուներ կրել են հայ ժողովրդի ոգին, նրա պայքարի իմաստը, նրա լավագույն ապագայի տենչանքները, նրա իդեալները, Մովսես Խորնացու հայոց պատմությունը, Եղեշեի Վարդանանց պատերազմը, Նարեկացու խոսք անմահության և հավերժության հետ և Աբովյանի վերքը, Ավետիք Իսահակյան։ Այստեղ արդեն հայ լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք։ Նարեկացու գիրքը ամեն հայ մարդու սրտի բուրվարն է, որով ծխում է յուր ջերմոր ներկությունը դեպի հավիտենականի աթոռը։ Ռաֆի։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությամբ նոր դարագլուխ է բացվում հայ գրականության զարգացման պատմության մեջ։ Նարեկացին ծնվել է 951 թվականին։ Ծիծաղկոտ Վանա ծովի հարավային ափերի մոտ Նարեկ գյուղում գտնվող վանքում են անցել միջնադարի մեծագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու կյանքի տարիները։ Գյուղից փոքր-ինչ հյուսիս, անմիջապես ծովափին, ըստ ավանդության ցույց է տրվում նրա աղոթատեղին՝ մի դժվարամատչելի բարձրաբերդ ժայռ, որի քարակոպ վայրերից նայողի առաջ ծավալվում է ծովը, և դիմացը երևում են արտեր և աղթամար կղզիները։ Ռշտունյաց լեռնահոլով, կարծրախարիս խաշխարի Նարեկ գյուղը 10-րդ դարում Հայաստանի շատ հռչակված վայրերից մեկը դարձավ, շնորհիվ իր վանական դպրոցի և նրա հետ իր գործունեությամբ կապված Գրիգոր Նարեկացու անվան։ Վանքում ուսման տարիներին Նարեկացու մտավոր կյանքի կազմակերպողը եղել է ժամանակակիցների կողմից տիեզերական վարդապետ անվանված նշանավոր գիտնական Անանիա Նարեկացին։ Ձեռք բերելով այն բոլորը, ինչ կարող էին տալ 10-րդ դարի հայ ամենաառաջավոր դպրոցները, բանաստեղծը հետո ինքը դառնում է վանքի դպրոցի սյուներից մեկը։ Նարեկացուց մնացել են բավականին թվով գրվածքներ, ինչ որ նրա երկերից թվարկված են հնագույն ձեռագրի կենսագրականում։ Դրանք բոլորն էլ հասել են մեզ։ Դրանցից ամենից արժեքավորը և հայ գրականության մեջ նոր էջ բացող նորությունները նրա մատյան ողբերգության քնարական պոեմն է և 20-ից ավելի տաղերը։ Գրիգոր Նարեկացու տաղերից լավագույնը Մեղեդի ծննդյանն է։ Մեղեդի ծննդի Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծավալանայր հարավոտուն։ Երկու փայլակնաձև արեգական նման շողնիժմին իջյալ հարավոտելույս։ Հայտեն նրդնենի սարդիատունք, գեղաշիտակ ծայրի ծաղկանց, որոսյոննի սրտին նյուսխայորեն կաշկաջայր սադբերունի սեր։ Ձեռած են եղիշոկ ամարակապ կապեր, ատիճաղ, պատիճաղ, ստղի ղտղի երգով։ Յուսեր զերիևս ընդ միմյանց, հանդարտիկ խաղայր, դիկնեթեկին ճեմեր։ Բերանն երկթերթի վարդնի շրթանց կաթեր, լեզվին շարժողին քաղցրեր կանայր տավիղան։ Իծամին ղեղեփին հազրեի նույն
հոգիս եսյալ զեղնսեր իգինվույն գույն։ Վարսիցն երամիտ զարդ, ոլոր սենարիալ երահյուսակն բոլորեալ այդյուք։ Ծոցն լուսապայլ, կարմիր վարդով լցյալ, ծղիքն ծիրանի մանուշակի հույլք։ Խնկյալի կնդրկե բուրվար հրովաստված այնով լցյալ, ձեն քաղցրանևակ, որի նման է հնչեր։ Գեղեցիկ պատմուճանավն զարդարյալ էր ի կապուտո, ի ծիրանո, ի բեհեզո, ի հորդանե ոսկեշողեր գույնեն, գորտին արծաթափայլ, ոսկե տտուն, կամարակապ հականց շապյուղա, մանրամասն հորինվածով բջնյալ։ Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով, ոտիցն ի գնալ շողնիկաթել առնույր, այն թագավորին, այն նորածին բրկչին, ըսքես պսակողին, փառք հավիտյանս, ամեն։ Նարեկացու այս տաղը հիշեցնում է իտալական վերածնության շրջանի գործերը։ Վերածննդի դարաշրջան, ռենեսանս կամ վերածնունդ, բառացիորեն նշանակում է կրկին ծնվել, այսինքն այս ժամանակաշրջանը բնորոշվում է մշակույթի, գրականության և արվեստի թարմացմամբ, նոր գաղափարների առաջացմամբ։ Ռենեսանս կամ վերածնունդ արևմտյան և կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ փիլիսոփաները, պատմիչներն ու արվեստագետները սկսում են ուսումնասիրել գլխավորապես մարդկային զգացմունքները և իրենց աշխատություններում հիմնվում են դրանց վրա։ Վերածնունդը սկիզբ է առել 14-րդ դարում Իտալիա Ֆլորենցիա քաղաքում և ավարտվել է 17-րդ դարում։ Եվրոպական վերածննդի վառ ներկայացուցիչներն են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Դանթեն։ Հայկական վերածնունդը սկիզբ է առել 10-րդ դարում և կապվում է Գրիգոր Նարեկացու գործունեության հետ։ Հայաստանում վերածննդին հատուկ մարդասիրական գաղափարները զարգացել են քրիստոնեական սկզբունքներին համահունչ։ Եվրոպական և հայկական վերածննդի հիմնական տարբերությունն այն էր, որ եկեղեցականները չեն խոչընդոտում մտքի զարգացմանը։ Հայկական վերածննդի դարաշրջանում կարևոր տեղ է զբաղեցնում մանրանկարչությունը, գեղանկարչությունը։ Այս ժամանակաշրջանում վերածնվեց նաև գրականությունը, որի մենամեծ նորույթը եղավ Մատյան ողբերգության պոեմը։ Հայկական վերածննդի վառ ներկայացուցիչներից են Ներսես Շնորհալին, Ֆրիկը, Մխիթար Գոշը և Գրիգոր Նարեկացին։ Իրոք, եթե Նարեկացին նկարիչ լիներ և նկարեր այնպես, ինչպես նկարագրում է, անշուշտ կստացվեր Ռաֆայելի վրձնին արժանի մի գործ։ Սիքսինյան տիրամար։ Կտավը Ռաֆայել Սանտիեգոյի գործածներից է։ Տիրամորը նվիրված մի հրաշալի կտավ, որը կարծես Նարեկացուն է շնչանքից մի գործ լինի։ Երկնքի վարագույրները ոնց են փոխվում, երևում են երկնային անկախության արժանացած մարդկանց դեմքեր։ Գլխավոր ֆիգուրը տիրամայրն է, կրկին Աստծո որդին, որի դեմքը ոչ մանկական է, ոչ էլ հասուն մարդու։ Տիրամոր դեմքը սարսափ է արտահայտում, նա գիտի ինչ է սպասում իր որդուն։ Աջ կողմում Սուրբ Վարվարան է, ձախ կողմում Հենրիխ 6-րդ պապն է։ Կտավի պատվիրատուն, նկարիչը, մեծ վարպետությամբ 6 մասն է նկարել, որը խորհրդավորում է նրա 6-րդ լինելը։ Բոլորի ոտքերն էլ ամպոտ էր, ներքևում հրեշտակներն են, հայացքները հառած բարձյալին։ Եթե Նարեկացին երաժիշտ լիներ, այս տաղը հնչելու էր հետևյալ կախարդական հնչյուններով։
Մեղեդի ծննդյան։ Ծավալվել են աչքերը ծով առավոտվա ծողի վրա ծիծաղախիտ, ինչպես երկու փայլակնաձև արեգակներ շողն է նման լուսացն ցուղայգաբացի։ Թափվում էին այտերից վառ, տափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր, գեղաշիտակ իրենց սիրտն էր կաշկաչում հուզավար աշկենսատուսեր։ Կամար կապած թևերը գիրք, երգում էր նա խուժալուր ու գեղգեղուն, ելևեջներն հյուսում իրար, շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին։ Բերան երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում, լեզվի տավիղն էր քաղց երգում հուզումնահորդ, շողում էին նույն կենսավար, սիրով չքնաղու գինեթույր, ծամերն իրենց կիսակներով խոպոպավոր։ Այդ վարսերը, համերամ զարդ, համորեմ զարդ, ոլոք հարած երահյուսակ, բոլորել են այտերի շուրջ, լուսափայլ էր ծոցը, կարմիր վարդով լցված, դաստակներ են մանուշակի ծիրանի փունջ, բուրում էր նա կնդրուկի պես, աստվածային հրով լցված մի բուրվարի, ձայնն էր մեղուշ, քաղցրանվակ, զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի գույններով էր ոսկե շողում, գոտին կամար, արծաթափայլ, ոսկե տուն ու նրբակերտ, պաճուճված էր ակնեղենով շակ փյուղային։ Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ, քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից։ Քեզ պսակող թագավորին ու նորածին այդ փրկչին փառք, հավիտյանս հավիտենից ամեն։ Նարեկացուն ծանոթացել են 6-րդ դասարանում, երբ անցել են Կարամ Խանալանյանի Սուրբ Գրիգոր Նարեկացի զրույցը։ Այս դասի մեջ ներկայացված էր նարեկացու հրաշագործելու կարողությունը, եւ այդ օրվանից ինձ շատ հետաքրքրեց նարեկացու ստեղծագործությունը։ Կարդալով Մեղեդի ծննդյան տաղը, իմ աչքի առջև ուղղակի կենդանանում է լուսապայծառ Տիրամայրը, Հիսուս Քրիստոսը գրքին։ Անմիջապես աչքիս առաջ է գալիս Ռաֆայել Սանտիի Սիքստինյան Տիրամայր կտավը, եւ ես այնքան կենդանի պատկերացի Տիրամորը, որ ցանկացա ինքս պատկերել։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը հայ մշակութային ժառանգության անփոխարինելի գոհարներից է։ Եվ այսօր մենք ուրախ ենք, որ կարողացանք միասին խորանալ նրա տաղերի հոգևոր եւ գեղարվեստական խորքերում։ Ձեր աջակցությունն ու գնահատանքը մեծ արժեք են մեզ համար, եւ մենք անկեղծորեն ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք կիսվելու մեր աշխատանքի արդյունքներով։ Շնորհակալ ենք ձեր ներկայության, ձեր տրամադրած ջերմության եւ հետաքրքրության համար։ Թող Նարեկացու խոսքը շարունակի բոլորիս առաջնորդել դեպի բարություն, սեր եւ հոգևոր բարձրունքներ։